5 տարեկանում դու ասում ես. «Մամ, ես քեզ սիրում եմ»։ 12-ում «Մամ, դու շատ ես նյարդայնացնում»։ 16-ում չեմ համբերում, երբ դուրս գամ տանից։ 18-ում բավական է, հոգնել եմ այս տանից։ 25-ում «Մամ, դու ճիշտ էիր»։ 30-ում պարզապես ուզում եմ տեսնել մայրիկիս։ 50-ում վախենում եմ կորցնել նրան։ 80-ում ամեն ինչ կտայի, միայն թե նորից լսեի նրա ձայնը։ Այս տարիները լցված են պահերով, որտեղ կան հազարավոր գիտակցումներ, թե ինչպես են նրա ձեռքերն աշխատում, ինչպես է նրա ձայնը հանգստացնում վախերդ, ինչպես է նրա սերը մնում անփոփոխ, երբ դու նրան հեռացնում էիր քեզանից։ Եվ ամեն օր կհասկանաս, որ հագուստները դասավորում ես այնպես, ինչպես նա էր դասավորում, որ նրա դասերը, ծիծաղը, հույսը երբեք չեն անհետացել։ Եթե բախտավոր ես և նա դեռ կողքիդ է, մի սպասիր, որ ավելի ուշ լինի, որպեսզի ասես սա. «Շնորհակալ եմ, մամ, հիմա ամեն ինչ տեսնում եմ։ Ես քեզ սիրում եմ ավելի շատ, քան երբևէ կարողացել եմ»։